Ո խոսքը հիմնված է Հովաննու ավետարան 7-րդ գլուխ 37 եւ 39 համարը։ Այսպես ասում. Տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնեց եւ աղաղակեց ասելով. Եթե մեկը ծարավ է, թող գա ինձ մոտ եւ խմի։ 38-ը ով հավատում է ինձ, ինչպես Գիրքն է ասում, նրա սրտից կենթանի ջրի գետեր պետք է բխեն։ Հալելույա, հավատում եք Հիսուս Քրիստոսին։ Ով որ ինձ հավատում է, իրանից պետք է կենթանի ջրեր բխեն։ Արդյոք կենթանի ջրեր մեզանից բխում են, թե չէ։ 39-ը Իսկ սա ասաց հոգու մասին, որ պետք է ընդունին նրան հավատացողները, որովհետև Սուրբ Հոգին դեռ չէր տրվել, քանի որ Հիսուսը դեռ չէր փառավորվել։ Ուրեմն այս 3 հատ համարի մասին մենք այսօր պետք է խոսանք եւ ուզում եմ որ ուշադրությունով ամենս լավ լսենք եւ վերցնենք այսօրվա մեր հացը այս խոսքից։ Հովհաննես 7-րդ գլխում տեղի է ունենում վրանների տոնի ժամանակը։ Վրանների տոնը ինչ տոն էր։ Գիտեք, հрьяաները եւ որ ազատում է Եգիպտոսից, Աստված իրանց ինչ անում, անապատի մեջ տանում է եւ անապատի մեջ ինչ կարիք որ ունեն, Աստված հոգում է այդ ամեն կարիքները։ Ժայռից ջուր է դուրս գալիս։ Եվ որ խփում են Մովսեսը խփում է ժայռին, ժայռից ջուր է բխում, որտեղ Իսրայելի ժողովուրդը ծարավ էին։ Եթե հաց էին ուզում, երկնքից հաց էր իջնում։ Եթե միս էին ուզում, երկնքից Աստված միս էր տալի։ Եթե ուզում էին որ առաջնորդվին, Աստված կրակով եւ ամպով իրանց առաջնորդում էր։ Կրակով գիշերվան եւ ամպով օրվա ժամանակ, օրվա ընթացքին Աստված իրանց առաջնորդում էր։ Աստված բավական էր Իսրայելի ժողովրդի համար անապատի կյանքի մեջ։ Այսօր Հիսուս Քրիստոսը բավական է ամեն մեկիս համար մեր անապատի կյանքի մեջ։ Չգիտեմ, կարող է մենք անապատի կյանքը միջով հիմա չենք փորձի, բայց անհրաժեշտ է ամեն հավատացյալ ունի անապատի կյանք։ Չգիտեմ դուք հիմա ինչ վիճակի մեջ եք, ոմանք շատ չեն խոսում։ Ես էլ շատ պորիկ չեմ, քիթս մտցնեմ մարդկանց կյանքի մեջ։ Եթե խոսակ կարող եք իմանանք։ Մարդը ունի տարբեր վիճակներ, որ տարբեր վիճակների մեջ պետք է իմանա, որ Աստված կարողանում է հոգատար լինի ամբողջ խնդիրների մեջ։ Ուրեմն վրանների տոնն է։ Հիսուս Քրիստոսը այդ օրերում քաջությունով կանգնում է եւ իրականությունն է խոսում։ Այս ժամանակ մարդիկ հետաքրքրված են մենակ տոնին։ Այսօր հայ ժողովուրդն շատ այդպես են, չէ՞, հետաքրքրված են մենակ տոնին։ Այսօր կարող է Ամերիկայի ժողովուրդն շատ հետաքրքրված են տոներին, որ գալիս է։ Վալենտայն ունենք, չգիտեմ, Աստված հեռու տանի մեզից բանը, Հալովինն են տոնում որոշները։ Տարբեր տոներ են տոնում, որտեղ մարդկանց միտքը մենակ կենտրոնացած է, ինչի վրա տոներ կատարեն։ Բայց Հիսուս Քրիստոսը կանգնում է եւ ասում է նրանց. Ես եմ կենթանի ջուրը։ Ուրեմն Իսրայելի մեջ 3 հատ գլխավոր ուխտագնացական տոներ կային, որ մեկը դրանցից այս տոնն էր, վրաների տոնը։ Աստված պատվիրեց այդ Իսրայելի ժողովրդին, որ այս տոները կարողանան պահեն։ Եթե նայենք Ղևտացոց 23-րդ գլուխ 42-ից մինչև 43-ը Աստված ուղղակի նրանց ասում է, որ այս տոները պետք է պահեք եւ հիշեք։ Այն ժամանակ որ ես անապատում ձեզ ինչ արեցի, հովանավորեցի, ամեն անգամ ես ձեզ ինչ արամ, ես ձեզի պահեցի։ Տոնի ընթացքում ջուր էին բերում Սիլոբամի ավազանից եւ թափում էին տաճարում եւ գալիս էին ինչի զոհարանին լվանում դրանով։ Թե ինչպես Աստված ինչ արավ, ջուր տվեց ժողովրդին անապատում եւ աղոթելով ապագա օրհնությունների համար։ Ժողովուրդը այդպես էին տոնում։ Տոնի ամենամեծ օրը, երբ ժողովուրդը մտածում էր ջրի մասին, Հիսուսը կանգնեց եւ բարձրաձայն ասեց. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմի։ Այսօր Հիսուսը կանչում է ամեն մեկից. Եթե ծարավ ես, արի ինձ մոտ եւ խմի։ Այս խոսքերը Հիսուսը հայտարարեց, որ ինքն է հոգևոր կյանքի ճշմարիտ աղբյուրը։ Հալելույա։ Հիսուսը
ճշմարիտ աղբյուրն է, ամեն։ Հիսուսը ճշմարիտ աղբյուրն է, որ կարող է մեր ծարավը հագեցնի, ամեն։ Գնանք մոտը եւ խմենք եւ մեր սիրտը թող որ հովանա։ Անցյալ օրը գնացել էինք դուրս, արևի տակ էինք եւ ճանապարհի ընթացքին եւ որ գալիս էի այնեն ծարավել էի, որ սիրում եմ մի պաղ ջուր խմեի։ Վերջը ջուր չկար մեքենայի մեջ, Կարմելա թորնիկից ջուրը տվավ։ Պաղը քոլմանից այնքանս կպավ ինձի։ Սիրտս ճիշտ կարծես հողացավ այդ պաղ ջուրից։ Գիտեք, ջուրը եւ որ այդպեսի է, մարդու ինչ անում, մարդու մեջ կյանք է ստեղծում, մարդը թարմանում է եւ Հիսուս Քրիստոս ասում է ես եմ այդ ջուրը որ դու փափակում ես այսօր։ Եթե կյանքի մեջ ունես մի վիճակ որ երված ես, կյանքի մեջ ունես մի վիճակ որ կարծում ես հոգեվոր գետիդ էլ արդեն չորացած է, Հիսուս Քրիստոս այսօր քո կյանքի պատասխանն է։ Ամեն։ Հալելույա։ Ուրեմն առաջի կետը որ այս համարների մեջ մենք ունենք համաշխարհային հրավեր, առաջի կետի մեջ համաշխարհային հրավեր կա։ Հիսուսը չի ասում մենակ հրյա ժողովուրդ արեք ինձ մոտ, ասում է ով որ ծարավ է գա, համաշխարհային հրավեր է, եթե մեկը ծարավ է, Հիսուսը հրավիրում է բոլորին, հարուստ թե աղքատ, կրոնական թե ոչ կրոնական, հրյա կամ հեթանոս, երիտասարդ կամ տարեց, այն հրավերը, որ Հիսուս Քրիստոսը հրավիրում է բոլոր մարդկանց համար է, հոգևոր ծարավ մարդկանց համար, յուրաքանչյուր մարդու սրտում կա ծարավ, ամեն, ամեն մեկս մեր կյանքի մեջ ծարավներ ունենք, ամեն, ինչի ծարավ ունեք այսօր դուք, այսօր ինչ բանն է, որ ձեզի հետաքրքրում է, որ դրանով խմեք և զովանաք, խմեք և նորություն զգաք, խմեք և ձեր սրտի մեջ խաղաղությունը զգա։ Ոմանք կարող է ներման ծարավ ունեն, ներվելու կամ ներելու, խաղաղության ծարավ, կյանքի նպատակի ծարավ, Աստծո ճանաչելու ծարավ։ Ինչքան լավ է որ մարդ Աստծո ճանաչելու ծարավն ունենա։ Շատ մարդիկ փորձում են այդ ծարավը ինչով հագեցնել, փողով, հաջողություններով, հաճույքներով, կրոնով, բայց միայն Քրիստոսն է կարող բավարարել հոգու ծարավը։ Եսայայի 55-րդ գլուխ առաջի համար այսպես ասում. ովքեր ծարավ եք, եկեք ջրի մոտ։ Ով որ ծարավ է գա ջրի մոտ։ Այսօր մենք առիթ ունենք որ գանք Հիսուս Քրիստոսի մոտ, որտեղ ինքը այդ կենդանի ջուրն էր։ Գիտեք, եւ որ Մովսեսը Աստծուց հրաման է առնում, որ մեկ անգամ ձեռնափայտով խփի ժայռին, որ ջուր պետք է դուրս գար, Մովսեսը այդ ժամանակ էլ արդեն ջղայնացած վիճակի մեջ էր։ Իսրայելի ժողովուրդը շատ էին իրան նեղացրել եւ երկու անգամ խփում է ժայռին եւ ջուր է հոսում եւ Աստված բարգանում է։ Աստված Մովսեսին ասում է դու իրավունք չունես երկու անգամ ծեծեիր այդ ժայռին։ Մեկ անգամ պետք է ծեծեիր։ Գիտեք ինչու համար։ Որտեւ Հիսուս Քրիստոսը այդ կենդանի ժայռը խաչի վրա միայն մեկ անգամ նիզակ կերավ եւ իր կողքից ջուր եւ արուն հոսեց։ Մովսեսը չէր իմանում որ Աստված իր ամբողջ խոսքեր եւ հրամաններ որ տալիս է նպատակ ունի եւ ապագայում մի բան պետք է կատարվի եւ Մովսեսը չիմանալով այդ գործն անում է եւ Աստված իրան լքում է գնալ բանի մեջ Իսրայելի խոսման երկրի մեջ ներս մտնի։ Ինչի համար որտեղ բարկացավ եւ երկու անգամ ծեծեց։ Եվ Հիսուս Քրիստոսը խաչի վրա մեկ անգամ վերցրեց այդ վերքը։ Եվ միջով այսօր Հիսուս Քրիստոսը այդ արյան եւ ջուրի հոսելը միջով այսօր գործում է ամբողջ ժողովրդի համար։ Ով որ ծարավ լինի եւ գա Աստծո ներկայության մեջ այդ ծարավը կարող է հագեցնի, ծարավը կարող է վերջացնի եւ նոր կյանք ունենա ամեն օր Հիսուս Քրիստոսի մեջ։ Ամեն։ Ուզում եք այդ ջուրը խմեք թե ոչ։ Հալելույա։ Վստահ եմ որ ամենը ուզում եք այդ ջուրը խմեք, բայց Հիսուսն ասում է ես եմ այդ ջուրը։ Հալելույա։ Չգիտեմ ինչու է ֆրիզ արի կոմպյուտերս, բայց վնաս չունի։ Շարունակենք։ Ուրեմն երկրորդ կետը
մարդու պատասխանը Աստծո խոսքին, ինչքան կարևոր է որ մարդը պատասխան տա Աստծո հրավերին։ Հիսուս Քրիստոսը հրավիրում է, թող ինձ մոտ գա։ Հիսուսը չի ասում եկեք արողության համար, եկեք հին սովորությունները կատարելու համար։ Նա չի ասում, նա ասում է եկեք ինձ մոտ։ Հիսուս Քրիստոսը հրավիրում է մարդկանց, որ գնան նրա մոտ։ Այսօր Հիսուս Քրիստոսը իր աշկերը մեր վրա է, որ գնանք նրա մոտ, որ կյանք ունենանք եւ էլ ավելին կյանք ունենանք։ Հրավերը սա է, արի ինձ մոտ։ Հիսուսը իմանում է, որ մեր իսկական կարիքը մենակ ու մենակ Հիսուսի միջոցով է կարող այդ կարիքները վերացնել եւ ինքն է այդ աղբյուրը, ինքն է զորությունը։ Փրկությունը գտնվում է Հիսուս Քրիստոսի մեջ, ամեն։ Ոչ մի ճանապարհով փրկություն չկա։ Ոչ մի ձևով փրկություն մարդկանց համար չկա։ Մենակ ու մենակ Հիսուս Քրիստոսը է ճանապարհը փրկության համար։ Հավատալը նշանակում է գալ Հիսուսի մոտ։ Եվ որ ասում հավատացեք, այսինքն մենք գնում ենք Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ։ Գալը նշանակում է վստահել Հիսուսին։ Դուք եթե չվստահեք, մի հոգու իր ճամփորդուն չեք գնա։ Եթե մի հոգու այդ ճամփորդուն գնացած լինեք, եւ այդ ճամփորդունը ձեր քիթերքից հանած լինի, դուք երկրորդ անգամ չեք գնա։ Չեք գնա այդ մարդի այդ ճամփորդուն, ասել էլ արդեն մի անգամ գնացել եմ, էլ ցավը կրել եմ, էլ երկրորդ անգամ այդ գործը չեմ անի։ Բայց Հիսուսի մոտ այդ հալը ամեն ժամանակ ինչ ունի, ամեն ժամանակ զորություն կա մեջը, ամեն ժամանակ փրկություն կա մեջը, ամեն ժամանակ խաղաղություն կա մեջը։ Հույսով իմ պարսկական հայրենը հասկանաք։ Պարսկերենի մեջ են ասում մեր քիթերքից անեցին։ Այդ ինչ հաճույք տարան մեր քիթերքից անեցին։ Հայաստանի ժողովուրդը շատ տեղյակ չեն այսպեսի առակներից։ Ուրեմն գալը նշանակում է վստահել նրան, ընդունել նրան, ապավինել նրան։ Գործառաքելոց 4-րդ գլուխ 12-րդ համարը։ Ասում է երկնքի տակ մարդկանց տրված ուրիշ անուն չկա, որտեղ մենք կարող ենք փրկվել, որով մենք կարող ենք փրկվել։ Մենակ մեկ անուն կա։ Տեր Հիսուս Քրիստոս Աստծո որդին։ Մենակ Հիսուսի անունով փրկություն կա ամենից համար։ Դու անձամբ եկել ես Հիսուսի մոտ։ Ժողովուրդը շատ ասում մենք երթում ենք եկեղեցի։ Այս խոսքը մի կասի, որ մենք երթում ենք եկեղեցի։ Եկեղեցին տեղ չի։ Մենք պետք է ասենք գնում ենք որտե՞ղ։ Գնում ենք ժողովարան, գնում ենք հավաքույթի սուրբերի հավաքույթին։ Գնում ենք Աստծո սուրբերի հավաքույթին մասնակցելու ինչի, մասնակցելու պաշտամունքի։ Ուրեմն, եւ որ ասում ենք եկել ես Հիսուսի մոտ, այսինքն քեզի տալիս ես Հիսուս Քրիստոսին, քո միտքը, քո էությունը նվիրում ես իրան թե ոչ։ Թե մենակ մենք ուզում ենք մի բանով մեր սիրտը ավելի պնդացնենք եւ ամրացնենք այդ վախից, որ չլինի ես կորուստ գնամ, չլինի որ ես դժոխք ներս մտնեմ, բայց Հիսուս Քրիստոսը հրավիրում է որ մենք իր հետ հաղորդակցություն ունենանք։ Ամեն։ Երրորդ կետը, այսօրվա քարոզից նյութը, հագեցնող խմիչք։ Հիսուսը ասում է եկեք ինձ մոտ, որտեղ ես եմ կյանքի ջուրը, եւ ինչ արա, եւ խմի։ Խմելը մեծ խորհրդանիշ է Քրիստոսին հավատքով ինչ անելը, ընդունելը, հավատքով հասկանալը Հիսուսին, իր խոսքերը մտածելով իր մասին ինչ որ Հիսուս Քրիստոսն է ասում։ Ջուրը միայն այն ժամանակ է օգնում, երբ մենք ինչ ենք անում, երբ մենք խմում ենք։ Ջուրը եթե չխմես անպետք մի բան կլինի, այդպես չի։ Ուզում եմ տեսնել մի մարդ իր մարմնի ջուրը կիսատ է կամ արդեն վերջացել է իր մաշկի վրա փորձում են։ Եթե մաշկը կնջիր է վերցնում եւ հետ չի դառնում իր վիճակին, ցույց է տալի որ մարմնի ջուրը արդեն գնացել է։ Արդյոք մեր հավատքի կյանքը այդպես է այսօր։ Արդյոք եթե մեկը գա եւ քննի մեզի, հավատքի ջուրը մեր կյանքի մեջ կա, Հիսուսի էությունը մեր կյանքի մեջ գործում է թե ոչ։ Ջուրը գալիս է մաքրելու համար, ջուրը գալիս է
մեր սիրտը հովացնելու համար, մեզի լցնելու համար։ Նույն ձևով ավետարանը լավ ուշադրությունով լսել, ավետարանը լսելը բավական չէ։ Հիսուսի մասին իմանալը բավական չէ։ Մենք պետք է անձամբ ընդունենք նրան։ Քրիստոսը բավարարում է ամեն բան։ Ամեն։ Ամեն բան բավարարվում է Հիսուս Քրիստոսի մեջ։ Հիսուսն ասեց. ով խմի այն ջուրը, Հովհաննես ավետարան 4 գլուխ 14-րդ համարը, Սամարացի կնոջը ասում. ով խմի այն ջրից, որ ես կտամ, հավետանական չի ծարավի։ Հալելույա, հավետանական չի ծարավի։ Այսինքն չի ծարավի չի նշանակում, որ Հիսուսին մենք մենակ ընդունենք բավական է։ Եվ որ Հիսուսը մեզ հետ ապրում է, մենք Հիսուսին ամեն օր ունենք, երբեք օտար մի բանի կարիք մենք չենք ունենա մեր սրտերում։ Եվ այդ ծարավը գդառնա մենակ ու մենակ պաշտամունք, մենակ ու մենակ Հիսուսի հետ հաղորդակցության մեջ գնալու եւ օտար բանի ծարավել չենք ունենա։ Մի օքի ասում էր, մի օքի ինձ շատ էր նեղացնում, իրանացի եթե քրիստոնյա չլինի, իմ քրիստոնությունս չի թողնում, որ մատ ապտակեմ երեսիդ, բայց եթե Աստված իրավունք տար, հենց հիմա հոգևոր կյանքս կդիմենք, ով մահատ արագ կտայի քո երեսին։ Արդյոք Հիսուս եւ որ բնակվում է մեր մեջ, այդպեսի մի բնավորություններ փոխվում է, թե չի փոխվում։ Մենք հավատացյալներ ենք։ Հիսուսը մեր մեջ է, Հիսուսը նոր կյանք է մեր մեջ։ Մեր հավատքը պետք է իրական հավատ լինի Հիսուս Քրիստոսի մեջ, ով որ իրան խմի, հավետանական չի ծարավի եւ կգնա դեպի հավետանական կյանք։ Միայն Քրիստոսն է կարող բավարարել մարդու հոգու ամենախոր կարիքները։ Ջուրը որ թափացնում է չոր գետնի վրա, ինչ է պատահում։ Գետին ծծում է։ Գնում է միջով այնտեղ, որ ջուրը տեղ ունի եւ ջրվում է գետին, չորացած գետին ջրվում է։ Այդպես է Հիսուս Քրիստոսի ներկայություն եւ որ գալիս է, մեր խորքերը գնում է Հիսուս Քրիստոսի զորությունը, Հիսուս Քրիստոսի ներկայությունը գնում է մեր խորքերը եւ մաքրում է, լվանում է եւ մեր սրտերը թարմանում է։ Ամեն օր սնվում եք Աստծո խոսքով։ Արդյոք ամեն օր սնվում ենք Աստծո խոսքով։ Եվ հաղորդակցում ենք Հիսուս Քրիստոսի հետ թե ոչ։ Եթե չէ, ուրեմն մենք չենք հասկանում, որ ծարավ ենք։ Երբեմն մարդ չի հասկանում ծարավը։ Ծարավը Հիսուսինը մենք շարունակ իր հետ հաղորդակցության մեջ լինելով, այդ ծարավը մոռացում է եւ հոգեվոր թարմությունը միշտ մեզ հետ է մնում։ Չորրորդ կետը լեցուն եւ հոսող կյանք։ Հիսուս ասում է նրա ներսից ինչ կբխի։ Նրա ներսից կենթանի ջրեր, գետեր պետք է հոսան։ Մեզանից ինչ է բխում։ Եվ որ մարդկանց հետ մենք հարաբերության մեջ ենք, հավատացյալների հետ հարաբերության մեջ ենք, մեզանից ինչ է դուրս գալի։ Եվ որ ճնշումի տակ ենք, մեզանից ինչ է դուրս գալի։ Արդյոք մի բան դուրս է գալի, որ մարդիկ նայեն ինչպես քույրս ասավ։ Արդյոք մենք այդ աղն ենք, արդյոք մենք այդ լույսն ենք։ Եթե Հիսուս Քրիստոսի որպեսզի ժայռ ընդունած լինենք, եւ այդ ժայռի ջուրը որ գալիս է մենք խմած լինենք, ուրեմն կարող ենք այդ լինենք, որ Աստվածն է ուզում։ Նրա սրտից պետք է գետեր բխան։ Ես շատ էի սիրում, որ գետապ գնայի։ Ոմանք սիրում են ծովի ափ գնան, բայց գետի ափը գնալը օտար մի բան է։ Փոքր որ կայինք մեր քաղաքում մենք շատ գետեր ունեինք եւ գնում էինք։ Այդ գետի կողքը դեռ նստում էիր այդ ջուրի գնացքը, որ լսում էիր այդ ձայնը, քո մեջ մի հատ զարմանալի բան էր գալի։ Խաղաղություն էր գալի մեջը, թարմանում էիր։ Այդպեսի պետք է մեզանից կյանքի գետեր բխան։ Ով որ մեր մոտ է, ով որ մեզ հետ հաղորդակցություն ունի, պետք է ջուրից օգուտ ստանա, պետք է ջուրից կարողանա իր կյանքի համար մի բան վերցնի։ Ամեն։ Գետեր պետք է բխի։ Հիսուսը խոստանում է ավելին, քան անձնական օրհնություն։
Հավատացյալը դառնում է օրհնության աղբյուր ուրիշների համար։ Հիսուսի նպատակը սա է։ Սուրբ Հոգին մեր մեջ։ Հովհաննեսը բացատրում է, սա նա ասեց Սուրբ Հոգու մասին։ Ուրեմն 39-րդ համարը Հովհաննու 7-րդ գլխին, երբ մենք հավատում ենք, Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ, Աստծո ջուրը, խոսացինք Հովհաննու ավետարան 3-րդ գլուխը, ով որ հոգով եւ ջրով ծնվի, հա։ Հիմա շարունակության մեջ այսօր էլ ջուրի մասին ենք խոսում։ Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ։ Նա զորացնում է մեզ, նա ուսուցանում է մեզ, նա հոգևոր պտուղ է բերում մեր կյանքում։ Ջուրը որ որտեղ գնում է, այդտեղը բտղաբեր անում։ Ամեն։ Եթե մենք Տեր Հիսուսին վերցնում ենք եւ այդ ջուրը որ Հիսուս տալիս է մենք խմում ենք, մենք պետք է պտղաբեր հավատացյալներ լինենք։ Հոգու պտուղներն էլ ամեն իմանում եք, չէ՞։ Գաղատացի 5-րդ գլուխ 19-ից պետք է մենք կարդանք։ Սեր, ուրախություն, խաղաղություն, հեզություն, ժուժկալություն եւ ամեն այդ բաները, դրանք Սուրբ Հոգու պտուղներն են, որ մեր մեջ Երևան է գալի։ Հիսուսը ուզում է, որ այդ Սուրբ Հոգու պտուղները մենք ամենքս ունենանք։ Գետեր, ոչ թե կաթիլներ։ Անդրևը կարող է պատած սկսում է կաթիլներով, չէ՞։ Բայց Հիսուս Քրիստոսը չի խոսում անդրևի մասին։ Հիսուսը խոսում է գետերի մասին։ Կաթիլներ չի։ Հիսուսը չասեց մի քանի կաթիլ ջուր, մի բաժակ ջուր, մի փոքր առու, նա ասեց կենթանի ջրի գետեր։ Չի ասում մի գետ, գետեր պետք է մեզանից բխի։ Հալելույա։ Եվ որ խոսք ունես մարդկանց համար, եւ այդ գետը որ մեր մեջից բխում է, մարդկանց տխրությունը պետք է տանի, մարդկանց մենակությունը պետք է մաքրի տանի, մարդկանց դժվար բաները որ իրաց կյանքը շղթարել է պետք է քանդի եւ տանի, որտեղ գետի ջուրը եւ որ գալիս է իր այդ զորություն ունի։ Ես երկու հատ ջրեղեղ իմ կյանքից մեջ տեսել եմ, իմ զինվորության ժամանակ երկու հատ մեծ ջրեղեղի մեջ եմ եղել։ Իմանում եմ ջրեղեղի զորությունը ինչքան շատ է։ Մատ գյուղ կար մեր զորանոցի դիմացը, պտուղների ծառերով լսված, տուներով։ Եվ որ ջրեղեղը եկավ ու գնաց, մենակ ավազ էր մնացել, ոչինչ չկար այդ գյուղից։ Ամեն ինչը քանդել էր եւ տարել էր։ Այդ ջուրերը որ մեզանից բխում է, քանդում է ամեն անօրություն, քանդում է ամեն դառնություն, քանդում է ամբողջ սխալ բաները որ մենք միջով այսօր սովորել ենք։ Թողնենք որ Հիսուս Քրիստոսին ամեն օր առատորեն խմենք եւ դրանով քանդենք ինչ բանը որ մեզի գերի է դարձել։ Աստված ցանկանում է որ հավատացյալի կյանքը լինի իր շնորհքով ու զորությունով։ Սուրբ Հոգու կյանքը հոսում է քո միջոցով։ Հալելույա, իմ եւ քո միջոցով Սուրբ Հոգու կյանքը գործում է։ Բայց ինչի համար, ուրիշներին օրհնելու համար։ Եվ երանի որ ուրիշները թույլ տան որ այդ օրհնությունը մեր կողմից որ գնում է, այդ օրհնությունը վերցնեն եւ ջագարակեն։ 5-րդ կետը խոսում է Հիսուս Քրիստոսի փառավորվելու մասին։ Քանի որ Հիսուսը դեռ չէր փառավորվել, Հովհաննեսը այսպես է խոսում։ Սուրբ Հոգին ամբողջությամբ պետք է տրվեր Հիսուսի մահից հետո, նրա հարությունից հետո, նրա համբարձումից հետո։ Հիսուս Քրիստոսը ասավ իմ գնալը ձեզ համար լավ կլինի, որտեղ Սուրբ Հոգին կգա եւ ձեր մեջ կբնակվի եւ ձեզ գիշեցնի եւ ձեզ կսովորեցնի։ Պենտեկոստեի օրը այս խոստումը կատարվեց։ Հալելույա Պենտեկոստեի օրվա համար։ Ուրախ եք որ պենտեկոստական եկեղեցի են գալի։ Արդյոք վայելում եք Պենտեկոստեի զորությունը թե ոչ։ Սկսեք վայելել դրան։ Խնդրեք որ Աստված այդ զորությունը տա։ Մենք գալացող շաբաթը չէ, երկու շաբաթ հետո մենք ունենք worship night ունենք բանում, Ազոսաում, ամբողջ եկեղեցիների երիտասարդներին են գրավիրում
Եվ ես տեղյակ կանեմ, կարծեմ ամսի 27-ը պետք է լինի, արեք եւ տեսեք մարդիկ ինչ ուրախությունով ու զորությունով գալիս են, որ Սուրբ Հոգուց տեղ ինչ ունենան, հանդիպում ունենան։ Պենտեկոստեի օրը այս խոստումը կատարվեց։ Սուրբ Հոգին միշտ առաջնորդում է եւ մարդկանց դեպի Հիսուս եւ մարդկանց դեպի Հիսուս է տանում եւ փառավորում է Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Այդ ջուրը պետք է մեզի այդպես տեղ տանի, որ մենք փառավորենք Հիսուս Քրիստոսին։ Ոչ մի բան Հիսուսից ավելի մեր մեջ չպետք է մեզ լինի։ Հիսուսը տալիս է 3 հրաման այս քանյա համարների մեջ։ 3 հրաման եւ 3 խոստում։ Ճանաչիր քո ծառավը։ Այսպես ասում Հիսուսը։ Եթե մեկը ծառավ է, հրամայում է, ճանաչիր քո ծառավը, եթե մեկը ծառավ է, թող իմ մոտ գա։ Եվ Հիսուսն ասում է, երկրորդ բանը, եկ Հիսուսի մոտ, թող ինձ մոտ գա, այն որ ծառավ է, թող ինձ մոտ գա։ Երրորդ հրամանը որ տալիս է, խմիր հավատքով եւ խմիր։ Այնուհետև Քրիստոսը խոստանում է հոգու լիակատար բավարում, Սուրբ Հոգու բնակությունը մեր մեջ, կենդանի ջրի գետերը, Հիսուսի խոստումներն են հավետենական կյանք։ Հիսուսը խոստացել է, որ մեր մեջից պետք է գետեր բխան։ Եվ այս ամեն բանը մենակ ու մենակ կախված է մի բանի, որ գնանք Հիսուսի մոտ, ծառավով գնանք նրա մոտ եւ իր այդ հաղորդակցություն ունենանք եւ այն ժամանակ մեր տրտունջները կվերջանա։ Ինչ ժամանակ եւ որ կենաց էի խմում, մեր քաղաքում էսպես էր, բաժակը որ բարձրացնում էին, ասում են ինչ անեմ չունենաս։ Այսինքն կյանքիդ մեջ չասես ես ինչ անեմ։ Հիսուս Քրիստոսի զորությունը գալիս է, լեցնում է մեզի, որ մենք իմանանք մեր կյանքը որտեղ է տանում մեզի։ Ինչ անեմ չունենանք մեր կյանքի մեջ։ Երբեմն տխրում ենք, չենք իմանում մեր կյանքի ուղիները որտեղ է տանում։ Բայց Հիսուսը Սուրբ Հոգու միջոցով մեզի տանում է։ Այսօր էլ Հիսուսը կանչում է։ Եթե մեկը ծառավ է, թող ինձ մոտ գա եւ խմի։ Այսօր էլ Հիսուսի հրավերը թարմ է։ Հարցը այն չէ, թե հրավերը բաց է թե ոչ, հարցը սա է։ Դու այնքան ծառավ ես, որ գաս Հիսուսի մոտ։ Ամեն։ Արդյոք այնքան ծառավ ես, որ գաս Հիսուսի մոտ։ Թող ոտքի վրա կանգնեք։